Ջրի արտահոսք հետքերով մասնավորությունը առաջի հարկի բաղնիքում այսպես արտահայտվել է, երկրորդ հարգումը նույնպես արտահայտված է, երկրորդ հարգումը չօգտագործված սենյակում, այսինքն այստեղ իրերով լցված է եղել, պատկերը հետևյալն է, հայլային պատի հետևը վանն է։ Շնշումներ տալով արձանագրում եմ տաք ջրի ծանքում, ակուստիկ լսումները բերեցին էլի սորակի տակ, հեսա հանենք խցանենք, հանենք նախտենենք հրտուտ ինչ ակաշ չի, միկրոճարքեր չունենք, ուղղակի ֆումլետն է շատ վատ պատատած, քիչ պատատած, այսինքն էսի չմաքրած վիճակն է, ոնց անել եմ այս վիճակն է, սենց տնեց էլի չեմ զալանակակրկնեմ ֆումլենտ նման տեղերը ես անձամբ ռիսկ չի անի փաթաթել, ես միշտ պակլի պաստա եմ օգտագործում, որտեղ գիտեմ ինքը հարատև է, այդ պակլի պաստան, պաստան մի քիչ նորույթ է, մի 10-15 տարի է կիրառվում, բայց պակլին օգտագործվել է առնվազն 70-80 տարի կարծում եմ, այնպես որ փորձաստանը անփորձ բարձունից շատ ավելի գերադասելի է, մի խոսքով պատճառը սա է, ստեղից հոսել է, էլի ճարքերը մշակած չի, ստեղից էլ արդեն կուտակի են մեզ վնասները պատճառը պատվիրատուին։ Սորակի հանգույցը խցանելուց հետո ջրի հանգում չունենք, ճնշման հանգում, կնդիրը միայն դա էր։